Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք հայ-կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Ղուկասյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ Ռուսաստանի Դաշնությունը Ալիևին հանձնել է իր դեմ մահափորձ ձեռնարկած պատրաստող անձին կամ անձանց եւ ասվում էր, որ այդ մահափորձը պատրաստվում էր նաև Ռուսաստանը տեղյակ է Ռուսաստանի հետ համագործակցությամբ, տեղեկացվածությամբ։ Սա մեծ լավություն է, երևի թե ես հիմա պետք է հարցնեմ, ինչու հանձնեցին, այդ դուշանբեում Պուտինի հետ հանդիպումից հետո տեղի ունեցավ այդ անձանց եւ անձի ձերբակալումը Ադրբեջանում եւ դա կապվում է Ալիև-Պուտին հանդիպման հետ դուշանբեում եւ դե հենց այդպես էլ ներկայացվում է, որ Ռուսաստանը փաստորեն այդպիսով փրկեց Ալիևի կյանքը։ Նույն զուգահեռաբար, հենց նույն օրը, երբ մենք իմացանք այդ ձերբակալությունների մասին, փոխարտգործնախարարը Ռուսաստանի այսպես հանդես եկավ կրկին առաջարկով Հայաստանի եւ Ադրբեջանին ուղղված, որ եկեք Ռուսաստանի հարթակում ստորագրեք, վերջնական ստորագրեք խաղաղության պայմանագիրը։ Եվ նա հիշեցրեց կրկին եւ կրկին այդ եռակողմ հայտարարությունների իր խոսքերով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի, որը, ինչպես մենք հիշում ենք, ի վերջո առնչվում է նոյեմբերի 9-ի 2020 թվականի հայտարարության 9-րդ կետին, որը վերաբերում է Սյունիքում FSB-ի Ռուսաստանի սահմանապահ զորքերի կանգնելու հետ է կապված։ Եվ այսպես կապվում են արդյոք ըստ ձեզ այդ երկու փաստերը մահափորձից այսպես փրկելու, մահից փրկելու փաստը Ալիևին եւ նորից առաջարկը, դե փափուկ է առաջարկը արվում, կարելի ասել, կարող են ստիպել, կարող է Ալիևը իրեն պարտավորված զգալ վերադառնալու Ռուսաստանի հարթակ եւ Փաշինյանը ինչպես իրեն կդրսևորի այդ դեպքում եւ ինչ կլինի Թրամփի ուղի եւ Հայաստան Միացյալ Նահանգներ համագործակցությունը կոնկրետ մենք Սյունիքի հարցով համեցեք շատ մեծ հարցերի շրջանակ այսպես ասած առաջ բերեցիք Ադրբեջանի նախագահի անձամբ իրան վարկագիծը, ռազմավարությունը քաղաքական վաղուց կարելի ասել ռիսկային է։ Գաղափարը զավթել Արցախը ռիսկային գաղափար է։ Գաղափարը Իրանի դեմ Իսրայելին տրամադրել Ադրբեջանում ինչ-որ հնարավորություններ ռիսկային գաղափար է։ Այդ գաղափարները փոխկապակցված են եւ հանդիսանում են Իլհամ Ալիևի համար իր իշխանությունը պահելու ֆունդամենտալ կարևոր գործոն եւ այստեղ տեսնում ենք որ հասունանում էր ինչ որ մի կոնֆլիկտ հակասությունների պատճառով որովհետեւ չես կարող համագործակցել եւ Իսրայելի հետ Իրանի դեմ եւ 3 գումարած 3 հարթակում համագործակցես Ռուսաստանի հետ եւ Իրանի հետ եւ իհարկե չես կարող անտեսես Եվրոմիությունը, եվրոպական պետությունները վաճառես այնտեղ գազ, նավթ եւ ծրագրավորես էթնիկ զտում պես շատ կոպիտ ուժով այսինքն դեն շպրտելով միջազգային բոլոր կանոնները խաղաղ կարգավորման պարտավորությունը հեղինակավոր պետությունների, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, չեմ նշում, այդ համանախագահությամբ արվող առաջարկները, դա այդքան հեշտ չի, չէ, մերժել, դեն շպրտել, անհետևանք չեն այդ բաներ,
Այսինքն Ալիևը գտնվում էր турբուլենտ մի վիճակում, երբ որ ինքը տարբեր ճամբարների համար, տարբեր ճամբարների հետ գտնվում էր տարբեր իրար հակասող նույնիսկ գործարքների մեջ։ Եվ նման վիճակում, այո, Ադրբեջանում գոյություն չունի իշխանափոխության պրոցեդուրա, ինչպես Ռուսաստանում օրինակ։ Այնտեղ իշխանությունը սկզբից զավթվում է, հետո անցկացվում են ընտրություններ այդ փաստը, զավթման փաստը լեգալիզացնելու համար։ Լեգիտիմ նման իշխանությունը չի կարող լինել, բայց օրինական տեսք տալու, այսպես ասած, մեծ հաշվով այդ բանաձևը Հայաստանում էլ է գործում։ Մենք էլ դեռ չենք ունեցել այդպես ընտրություններ, որտեղ ընդդիմությունը հաղթի։ Այսինքն տես պրոցեդուրա չունենք, որ ընդդիմությունը ընտրություններով գա իշխանության։ Դա մեխանիզմ է, չէ՞, ինչ որ իշխանափոխության։ Այդտեղ փակագծերում եկեք Փաշինյանի գործոնը դիտարկենք, նա ընդդիմություն էր, երբ անցավ թե ոչ, որովհետև հարց կտանք, ասեն, Փաշինյանը ընդդիմություն էր եւ 18 թվականին այնինչ արեց, ինքը որպես ընդդիմություն արեց եւ հաղթեց հետո։ 18 թվականի դեկտեմբերի ընտրություններին Փաշինյանը վարչապետ էր, իշխող դիրք ուներ երկրում։ Երբ անցկացվեցին ընտրություններ։ Փաշինյանը իշխանության եկավ ոչ ընտրական ճանապարհով։ Սրա մասին է խոսքը։ Թե ինչպես է զավթվում, որ ճանապարհով է զավթվում իշխանությունը, դա այլ հարց է։ Հիմա ես հետ վերադառնալով Ադրբեջանին, պարզապես մեր օրինակը նույնպես կարևոր է համարում նշել, որ դա պոստսովետական տարածքում նոր պետություններին բնորոշ երևույթ է։ Եվ Միջին Ազիայի պետությունները բացառություն եղավ Ուկրաինան, բացառություն եղավ Մոլդովան, Վրաստանը, մինչև վերջերս կարելի է ասել բացառություն եղավ, բայց հիմա պես չի Վրաստանում, տեսնում ենք այնտեղ ինչ քաղաքական գործընթացներ են գնում, պոստսովետական տարածքում կարելի է ասել պահպանվում է հին սովետական ավանդույթը, որ իշխանության հարցը սկզբից որոշվում է էլիտայի կողմից, հետո ժողովրդին հրավիրում են մասնակցել այդ որոշումը լեգալիզացնելու միջոցառմանը, որը անվանվում է ընտրություն։ Ցուցադրական։ Հա, եւ առաջանում են միշտ այդ խնդիրները, որ իրողությունը սկսում է մատուցել չչացող դեպքեր, որ այդ քվեարկությունը թերություններով է անցնում, հարկադրում են մարդկանց, կեղծում են քվեարկության արդյունքում։ Մենք այդ ամբողջը մեր երկրում տեսել ենք, ցանցել ենք եւ այդ բոլոր պետություններում ում մասին խոսում։ Այսինքն Ադրբեջանում միակ ձևը իշխանություն փոխելու այսօր փաստորեն գործնականում գոյություն ունեցող, դա պետական հեղաշրջումն է։ Ուրիշ ձև իրենք իշխանափոխության չունեն։ Իլհամ Ալիևի անձնական ռազմավարությունը, դեպ ինչպես եւ Վլադիմիր Պուտինի, այնպիսին է, որ անմիջական շրջապատում, ստեղ իդեպ Նիկոլ Փաշինյանին էլ նույնպես կարելի է գումարել դասել այդ բաներին, անմիջապես շրջապատում ոչ ոք չի կարող լինել իրավահաջորդ։ Այս տեսակ ղեկավարները պոստսովետական, իրենք շատ հետևողական են, օրինակ Ելցինի մասին տենց բան չէր կարելի ասել, որովհետև ինքը այսպես աստղերի թիմ ուներ, շատ պայծառ, այսպես բավականին մեծ թվով ներկայացուցիչներ, հա, տարբեր ոլորտներում քաղաքական գործիչներ, մինչև հիմա այդ պլեյադան քաղաքական գործիչների հետ թողել են, հա, Նեմցով, Եվլինսկի, շատ անուններ կարելի է տալ։ Օրինակ Ադրբեջանում անհնար է, կամ այսօրվա Պուտինյան Ռուսաստանում անհնար է որևէ մեկի մասին ասել, սա ակնհայտ կարող է փոխարինել Պուտինին։ Իր թիմից։ Եթե իր թիմի մասին եք խոսում, չէ՞։ Իրեն շրջապատող։ Հա, իշխանության
դաշտից էլի։ Այո։ Ընդդիմությունը դե չի կարող, երբեք չի հաղթում ընտրություններում, մնում է իշխանության ներսից լինի որևէ մեկը, ով կարող է փոխարինել ավտորիտար ղեկավարին։ Եվ այս մոդելի մեջ, որը որ տարբեր տեսակի ավտորիտար մոդելներ են լինում, բայց այս ցենց ասենք 2000-ականներից Պուտինի իշխանության գալուց հետո պոստսովետական տարածքում գործող ավտորիտար մոդելների մեջ միշտ այդ երևույթն է, որ մարդիկ ասում են, բա այս ինչը չլինի, ով լինի։ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ ասում են, Սերժ Սարգսյանը չլինի, բա ով լինի, որտեղ չկա տեխնացու շուրջը իրա, ում վրա կարելի է կանգնել։ Այսօր Նիկոլ Փաշինյանի մասով ասում են, բա Նիկոլ Փաշինյանը չլինի, ով լինի, իսկ պատկերացնում եք Ադրբեջանում այդ հարցադրումը։ Դեռ ընդհանրապես այդ հարցը, չէ, բա որ չլինի Իլհամ Ալիևը ով լինի, նու կինը լինի կամ տղեն լինի, հա, ընտանիքը։ Այդպես է լինելու պատասխանը։ Ռուսաստանում ընդհանրապես կատաստրոֆիկ վիճակ է այդ առումով, Պուտինը չլինի, ով լինի, այսինքն հասարակության համար Պուտինի հեռանալու դեպքում առաջանում է վակուում, ամբողջ ինչ հիմա քարոզչական համակարգ ստեղծում է երկրում զարգացման, պատերազմում հաղթանակի եւ այլն այդ ամբողջ քաղաքական միֆը, եթե Պուտինը չեղավ, վաղը ինքը տրակելու է եւ մի հատ ուրիշ իրողություն է մարդկանց, այսինքն մարդիկ տեսնում են իրական իրողությունը, հա, իրողությունը տեսնում են, բայց չեն ուզում դա ընդունել։ Վերադառնանք հիմնական հարցին, այս մոդելներում փորձն եք բացատրում եք, թե ինչու կարող էր, այո, Ադրբեջանում ինչու այլ մտադրություն։ Բայց մենք խոսում ենք Ռուսաստանի հետ փոխկապակցվածության մասին, այս գործընթացը ոչ միայն հենց ներ ադրբեջանական քարոզչական մեքենան է, այդպես մատուցում, որը որ հայտնի է իր ֆալսիֆիկացիաներով, բանով, ինչու։ Ազատ մամուլ չի Ադրբեջանում, ազատ մամուլ է, առհասարակ կարելի է վստահել ազատ մամուլին։ Այսինքն դուք Ռուսաստանի գործոնը ես կասկածի տակ եք դնում։ Այսպես եմ դնում, ոչ Ռուսաստանում, ոչ Ադրբեջանում, ոչ Հայաստանում մեծամասնությամբ մեդիաների մամուլին վստահել չի կարելի։ Չի կարելի վստահել այն մամուլին, որը անկախ չի։ Այսպես ձևակերպել։ Բայց պոստսովետական տարածքում մամուլի ԶԼՄ-ների մեծ մասը ոչ անկախ են։ Նույնիսկ եթե իրենք պաշտոնապես մասնավոր են եւ այլն, բայց իրենք ազատ չեն, անկախ չեն։ Դրա համար ազատ մեդիան դա կարևոր գործոն է կայունության համար պետությունների։ Տեսեք, չէ՞ ժողովրդավարական ռեժիմը տարբերվում ավտորիտար ռեժիմից։ Ժողովրդավարական ռեժիմում իս շնորհիվ նրան, որ մամուլը ազատ է աշխատում անկախ նրանից ով է երկրի ղեկավար։ Դատարանները աշխատում են անկաշկանդ, անկախ են, անկախ նրանից ով է երկրում ղեկավար։ Խորհրդարանը աշխատում է անկախ նրանից ով է կառավարությունը, ինքը իր որպես ինստիտուտ գործառույթներ անում է։ Պետական մարմինները նույնպես աշխատում են անկախ նրանից ով է երկրի վարչապետը, հա, կառավարության ղեկավարը, այս կամ այն ծրագիրը կարող են իրականացնել, բայց իրենք կենսունակ են ցանկացած կառավարության հետ աշխատելու։ Ավտորիտար համակարգում սախ գալիս է կպնում է մեկ մարդուն։ Այս Նիկոլն է մեր երկրի փրկիչը, Պուտինն է մեր երկրի փրկիչը, Ալիևն է մեր երկրի մի մարդուց է ամեն ինչ կախված, եւ դատարանը, եւ մամուլը, եւ խորհրդարանը, եւ կառավարությունը աստիճանաբար ավտորիտար ռեժիմի ընթացքում, հա, ժամանակի ընթացքում այդպիսի վիճակ է ստեղծում։ Եվ եթե այդ մարդը չկա, բա ինչ անել այդ դեպքում։ Պարոն մեծ քարք ցեցիք։ Այո, դե ես դրա համար ասացի, դուք մեծ հարցերի շրջանակ բերեցիք առաջ։ Եվ այդտեղ սկսվում է կատաստրոֆա։ Ռուսաստանի համար ես համաձայն եմ Դմիտրի Արեշկինի պրոգնոզի հետ, որ Պուտինից հետո լինելու է ուժային պայքար
նախագահի պաշտոնի համար անխուսափելի է դա։ Ադրբեջանում նույնպես, նույն իմ կարծիքով դրությունն է, Դմիտրի Արեշկին Ռուսաստանի հայտնի բավականին ազատ խոսացող, եզակի ազատ խոսացող քաղաքագետներից մեկն է։ Ադրբեջանում կարծիքով նույնն է։ Եթե Ալիևը մխրճկվեց իրար հակասող գործարքների մեջ, երբ որ մեկի հետ գործարկը մյուսի հետ գործարկի հետ չի կարող համադրվել, պիտի հայտնվեր վիճակում, որ ինչ որ օպոնենտներ դրա մեջ տեսնելու են խոցելիություն եւ դրա վրա փորձելու են իրենց քաղաքական իշխանությունը զավթելու ծրագիրը կառուցել։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանն է նախաձեռնել Իլհամ Ալիևի դեմ մահափորձ, բայց ես չեմ բացառում, որ ինչ որ մարդիկ Ադրբեջանում մենք նույն մոդելը տեսնում ենք Հայաստանում։ Նորից եմ ես միշտ օրինակներ իրար կողք բերում։ Կարող էին մտածել, որ խոցելի է այս Արցախի զավթելու եւ էթնիկ զտում անելու ծրագիրը խոցելի դարձրեց եւ Նիկոլ Փաշինյանին եւ Ալիևին։ Երկուսն էլ հակասական տուրբուլենտ վիճակում են գտնվում։ Այդ ամբողջ հանցագործությունը իրենք այսպես ասած փոխկապակցված են հանցագործությամբ համատեղ, հա, այդ հանցագործության տարբեր կողմերի այսպես դերակատարներն են։ Եվ ստիպված պիտի մանևրեն Արևմուտքի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի միջև եւ այդ մանևրները չեն կարող սաղուն անցնել։ Պիտի լինեն այսպիսի հակասություններ։ Եվ Ադրբեջանում եւ Ռուսաստանում կան եւ Հայաստանում կան մարդիկ, ես նորից եմ դնում հավասարության նշան, ինչի դեմ է այսօր Փաշինյանը, այսպես ասած, աղմուկում, ինչի մասին է աղմուկում գետ, որ կան մարդիկ, որոնք որ ծրագրում են իշխանափոխություն պետական հեղաշրջման եղանակով եւ ենթադրում են, որ այդ իշխանափոխության արդյունքում իրենք կարող են Ռուսաստանին օգտակար լինել, այսինքն իրենք ուղերձ են անում Ռուսաստանին, որ այդ տեսեք սպիսի հակասություններ կան Փաշինյանի մոտ, Ալիևի մոտ, համապատասխանաբար Հայաստանում եւ Ադրբեջանում, մենք որ իշխանությունը վերցնենք, ձեր շահերը լինելու են առաջնային։ Հիմա առաջնային չեն։ Բայց նախաձեռնությունը տեղի Արցախի դեմ ագրեսիայի մեկնարկից հետո մինչև Արցախի դեմ ագրեսիան ստատուս կվոն ստաբիլ էր եւ Հայաստանը եւ Ադրբեջանը Ռուսաստանի սատելիտ քաղաքական իմաստով սատելիտ արտաքին քաղաքականության մեջ այսպես ասած շարժվող, հա, վիճակում էին եւ դա ստաբիլ էր։ Արցախի դեմ ագրեսիան եւ այդ հանցագործությունը կործանեց այդ ստաբիլությունը իշխող էլիտաների համար։ Կրկնում եմ իմ միտքը ոնց որ այլ կողմից, էլի, ընդհանուր պատկերը։ Եվ իրենք հիմա խոցել են, այո, հիմա կա տարածք, տեղ Ռուսաստանին ասել, որ կարելի է հետ բերել այն նախքին ստաբիլության դրության, որը որ եղել է մինչև Արցախի վրա կատարված ագրեսիան, ի շնորհիվ իշխանափոխության։ Ռուսաստանի Դաշնությունը, եթե մենք Հայաստանի մինչ օրս այդ բանով նայենք, փորձով նայենք, աջակցում է նման քաղաքական պրոյեկտների աճմանը։ Բայց հետո, երբ որ իրենք հասունանում են ինչ-որ մի վիճակի, հանձնում է իշխանություններին։ Ռուսաստանի Դաշնությունը իր պաշտոնական հայտարարություններով աջակցում էր Բագրատ Սրբազանի Սրբազան պայքարի երևում էր դա։ Արգորսնախարարության, Լավրովի, պրոպագանդիստների, չէ, այդ պրոպագանդիստները ով են, պաշտոնական, չէ, պարզ է։
որ ինքնուրույն չեն, անկախ չեն այդ մարդիկ, խոսացինք մամուլի մասին։ Այսինքն մենք տեսել ենք դա, որ դա հասունանում ինչ-որ մի կետին, իսկ հետո հոպ իշխանությունը ստանում է, այսպես ասած, կանանչ լույս քրեական հետապնդումների։ Ու սկսում են մարդկանց կալանավորել։ Ինչպես է այդ մեխանիզմը գործում, ինչու մինչև վերջ չեն հասցնում են կողմերը եւ ստեղծում են վտանգ, լույս։ Տեսեք ինչ գերտիրությունների հետ ինչ որտեղ իմ կարծիքով ես այդպես չեմ կարող պնդել, բայց իմ անձնական պրակտիկայում էլ պիսի բան եղավ։ Գերտիրությունները օգտվում են իրավիճակից, երբ որ ընթացիկ իշխանությունը ունի խնդիր իր երկրի ներսում։ Խնդիրը կարելի է սոցիալական խնդիրները, որ բոլոր երկրներում նկատի ունեմ կա կոնկրետ խումբ, որը որ ուզում է ծրագրել է, գիտեք, երբ որ ունես ընդհանուր խնդիրներ, կա խումբ, որը դուք անորոշ մարդկանց հետ է, բայց երբ որ կա ձևավորված խումբ, որ ունի ինչն է մարդկանց միավորում, նպատակը, չէ՞, ընդհանուր նպատակ, որը որ վտանգում է իշխանության բանին, այստեղ առաջանում է այդ բանը, որ գերտերությունը եւ ես այստեղ ոչ միայն Ռուսաստանը, Ֆրանսիայի մասին էլ նույնը կարելի է ասել, Հայաստանի դեպքում օգտագործում է այդ ճնշումը, որ գոյություն ունի այդ խնդիրը եւ ստանում է գործող իշխանությունից ավելի լավ ինչ որ պայմաններ կամ ավելի լավ ինչ որ գործարք է ստանում։ Այսինքն հիմա մենք նոր դարաշրջան ենք մտել, երբ որ կոնկրետ Ռուսաստանի Դաշնությանը հենց ձեռ է տալիս, որ եւ Ռուսաստանում, եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում լինեն այսպես ճոճվող, միշտ խոցելի, վախը մեջները իշխանություններ։ Իրենց պետք չի ստաբիլ գործընկեր, իրենց հենց պետք չի այն ստատուս կվոն, ստաբիլ ստատուս կվոն, որը որ եղել է մինչև Արցախի դեմ ագրեսիան։ Դրա համար ինչպես է Ռուսաստանը։ Դրա համար հանգիստ իրենք նայում են։ Իսկ ինչպես է Ռուսաստանը, այսինքն այնուամենայնիվ Ռուսաստանը ինչ որ բան ձեռնարկում է, որպեսի պահի եւ Ալիևին եւ Փաշինյանին, ինչպես դուք ասում եք, ամբողջը չեմ թվարկում, վախի մեջ։ Վտանգը անընդհատ թիկունքից վտանգ սպասող վիճակում։ Իր նպաստելը նրանում է, որ ինքը այսպես ինչպես ասեցի, ստարտափի պահին երկրի ներսում ստարտափներ են ծնվում, չէ՞, եկեք ղեկավարին փոխենք։ Հասկանալի է, տեսանելի է ինչ որ հակասություններ, բացթողումներ, թերություններ եւ այլն եւ այլն։ Եկեք այդ ծրագիրը հասկանանք ոնց են անում եւ կոպիտ ասած ռուսների վրա ծախենք, որ իրենց աջակցությունը ստանանք։ Ստարտափի փուլում Ռուսաստանի ներկայացուցիչները, դեսպանները, ազդեցության, այսպես ասած, գործիչները, հա, որոնք որ երկրի ներսում կան, իրենք խրախուսում են։ Դեմից չեն ասում, չէ, անիմաստ է այդ գործունեությունը, մի արեք, ենթադրենք Փաշինյանը մեր մարդն է եւ իր դեմ ցանկացած քայլ մենք կդիտարկենք մեր դեմ քայլ։ Բագրատ Սրբազանին, եթե Կապերկինը դեմից այդպես ասեր, չէ՞։ Մի անգամից ասեր, Բագրատ ջան, Փաշինյանը մեր մարդն է, դուք եթե իր դեմ եք, մեր դեմ եք։ Լինելու էր ձեր կարծիքով Սրբազան պայքարը։ Չէր լինի, չէ՞։ Հաշվի առնելով այդ պայքարի գաղափարախոսությունը, մարդիկ ի սկզբանե կհասկանային, որ եթե իրենք դուրս են գալիս Փաշինյանի դեմ, ուրեմն իրենք դուրս են գալիս Կրեմլի դեմ, իսկ իրենք Կրեմլի մեջ են տեսնում Հայաստանի իրենց գաղափարը քաղաքական, որ Կրեմլի հետ կլուծվեն մեր երկրը։ Այսինքն թելերը եւ Բագրատ Սրբազանի եւ Նիկոլ Փաշինյանին կառավարող թելերը, այդ մեխանիզմը, որ ասում եմ, ինչպես է, որ նրանց չեն հասնում արդյունքի, այս կողմն էլ անդադ կանաչ լույս է ստանում։ Թելերը Մոսկվայի ձեռքին են։ Ստարտափի ժամանակ, այդ ոչ թե թելերը Մոսկվայի ձեռքին, այդ X-տինքյան տենց է։ Մոսկվան մի հարկ վերև ավելի հիմնարկ է, քան Երևանը։ Դուք մի զարմացեք, մինչև հիմա Երևանը Մոսկվայի հետ է։ Հիմա ասեմ, Գայանե ջան, մինչև հիմա մարդիկ բողոք են գրում Մոսկվայի Կրեմլ պրեզիդենտու Պուտինու։
Եվ մի քանի տարի առաջ ես լսել եմ դրա մասին, այդ Մոսկվայի Կրեմլի նախագահի ադմինիստրացիան ուղարկում է այդ նամակները, ընդհանուր նամակ ա գրում բողոք Նիկոլ Փաշինյանի դեմ, Փաշինյանը ասենց կամ Սերժ Սարգսյանի դեմ, կերել է, թալանել է, գողացել է, կարող է դա տարիքով մեծ մարդիկ են, որոնք դա չեն տարիքով մեծ, փոքր, չգիտեմ, բայց այդ երևույթը կա, եւ այդ մարդիկ, այդ մեծ մարդիկ, իրենք իրականում ճշմարտությունը ինչումն է, էլի, այս հոգեբանական բանի մեջ։ Չէ, ստորադասությունը պահպանվել է։ Փաստացի, ոչ հոգեբանության մեջ։ Փաստացի քաղաքական ստորադասությունը պոստսովետական տարածքում նոր ձևավորված պետությունների Ռուսաստանի կենտրոնին այս կամ այն չափով պահպանվել է։ Միտեղ ինքը բացահայտ է, միտեղ ինքը քողարկված է, բայց այսպես կարելի ասել պոստսովետական տարածքը դա նախկին միութենական հանրապետություններն են, ավելի որոնց էլիտաները ավելի լայն ազատություն ունեն։ Թելը ոնց որ ասում են կապը մի քիչ ավելի երկար է։ Մինչև դուք տեսնում եք ԱՊՀ-ս, հասկացա, Մոլդովան դուրս է եկել այդ շղթայից։ Մոլդովան դուրս է եկել այդ շղթայից, Վրաստանը դուրս է եկել, հետո ուզում է հետ ներս գա, քանի անգամ այդ դեռ այդ process-ի մեջ է։ Ուկրաինան եւս Ուկրաինան դուրս է եկել, հա, Պրիբալտիկան ամենասկզբից դուրս է եկել։ Բայց Հայաստանը, Ադրբեջանը տվյալ պարագայում մնացել են նույն տեղում, հա։ Եվ Միջին Ասիան։ Եվ Միջին Ասիան։ Եվ Բելարուսը։ Դե Բելարուսի մասին երևի արդեն չենք խոսում, որտեվ ինքը բարձ է։ Մյուս լեվելին է բարձրացել, միութենական պետության մակարդակը, որը էլի չի ստանում իր վերջնական ձևակերպումը, բայց որպես բան։ Հիմա եթե կարելի է շատ բարդ բաների հետ ենք հիմա մենք առնչվում, բայց հետ վերադառնալու որտեղ ենք մենք։ Եթե այսպես շատ խորանանք Ալիևի հետ վերջացնենք, որտեղ ենք Ալիևը, որտեղ ենք Փաշինյանը։ Միտքս հետևյալն է, որ Ռուսաստանը այդ բոլոր ստարտափներին ուղղված Ալիևի դեմ, Փաշինյանի դեմ չի խանգարում։ Դրանց ձևավորման սկզբնական փուլում, երբ որ այդ նախաձեռնությունները ստեղծվում են, երբ որ փորձում են շոշափել ինչպես կնայի, ենթադրենք Ռուսաստանը կամ Իրանը կամ ուրիշ խաղացողներ ինչպես կնայեն այդ հարցին, այդ փուլում Ռուսաստանը չի մերժում, չի ասում Ալիևը մեր գործընկերն է, իր դեմ կատարած քայլը մեր դեմ քայլ է։ Չի ասում Փաշինյանը մեր գործընկերն է, մեր նշանակած մարդն է, իր դեմ ցանկացած կատարած քայլը մեր դեմ քայլ է։ Շատ ստարտափներ դրանով կավարտվեին, եթե գային հարցնեին Ռուսաստանին, որովհետև ես էլ չեմ տեսել Հայաստանում ստարտափ, որը որ ուղղված է արևմուտքի օժանդակության վրա, որ մարդիկ ծրագրեն Հայաստանում իշխանափոխություն հիմք ընդունելով արևմուտքի աջակցությունը։ Մենք ինչ որ տեսել ենք փողոցում պայքար, բողոք եւ այլն, բոլորը հենվել են հնարավոր Ռուսաստանի Դաշնության քաղաքական աջակցության վրա հետագայում եւ որպես կարգախոս ունեցել են փոխենք Փաշինյանին, որպեսզի լավացնենք հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Ինք խանգարում է մեր հարաբերություններին վատացնում է, իսկ եթե մենք հիմա իրեն հեռացնենք, այդ հարաբերությունները կլավացնենք եւ Հայաստանի վիճակը կլավանա։ Բանաձևը այսպիսին է, նույնը եւ Ադրբեջանում, եւ այնտեղ եւս այդ տեսակ ստարտափները իրենք, այսպես ասած, առաջի փուլում չեն ստանում մերժում Ռուսաստանի Դաշնությունից, սկսում են այսպես ասած ջուրը պղտորել, ինչպես ասում են, հա։ Հա, զարգանալ։ Այսինքն Ռուսաստանին ձեռք է տալիս պղտոր ջուրը տվյալ երկրում։ Ну, եթե դուք իշխող պատից եք նայում, իրենց տեսակետից ջուրը պղտորել։ Իսկ եթե չեզոք սկսում են զարգանալ, սկսում են աճել, այդ քաղաքական ստարտափները։ Հա, եւ հասնում են ինչ որ մի կետին, երբ որ վճռական ինչ որ կուլմինացիոն բան պիտի լինի, այդ պահին Ռուսաստանը կամ հանձնում է այդ մարդկանց, կամ հետ է կանգնում, կամ ինչպես տվյալ դեպքում։ Ինչպես բոլոր դեպքերում, սկսած Բակո Սահակյանից եւ մյուսներից, որոնք որ հիմա բանտում են, ես այդ եմ ուզում ասել, որ եւ Արցախի քաղաքական ղեկավարության բանտում լինելը եւ այսօր Հայաստանում բազմաթիվ քրեական գործեր, որոնք որ հարուցված են Սամվել Կարապետյանի դեմ,
եկեղեցու եպիսկոպոսների արքիեպիսկոպոսի հիմա երկրորդ եպիսկոպոսին են չէ կալանավորել եւ այլն գործիչների դեմ եւ այլն դա այդ ամբողջը այդ տրամաբանության մեջ է որ ինչ որ մի կետում ռուսական կողմը սկսում է աջակցել իշխող ուժին հանձնելով այդ շարժումը որպեսի լծակները ուժեղ լինեն այդ պահին ստանալով ինչ որ կոնկրետ բան հիմա դուք էլ այդ կոնկրետ բանը բերեցիք այսինքն եւ Հայաստանում տեսնում ենք գնում քրեական հետապնդում այլախոհների դեմ եւ Ադրբեջանում հարուցված գործ որը հնարավոր իսկապես այդ մարդիկ պլանավորում էին թե չէ 7 տարեկան մարդ է դեպ իսկապես իրենք պլանավորում էին թե ոչ նշանակություն չունի նշանակությունի ինֆորմացիոն նշանակություն ունի որ կա քրեական գործ որը հնարավորություն է տալիս կալանավորել այլախոհներին ցանկացած թվով Հայաստանում նշանակություն չունի ովքեր են սրբազան շարժման այսպես ասած բաները կա այսօր հնարավորություն ընդդիմադիրներին այլախոհներին կալանավորել ցանկացած թվով եւ ես երկու բան ուզում եմ այստեղ վերջացնեմ Ֆրանսիան տեսնում էր որ ազատ հայրենիք դաշինքը հանդես է գալիս ծրագրով հա Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության եւ այլն եւ այլն։ Իրենք ոչ միայն զրո աջակցություն ցուցաբերեցին, նաեւ դիստանցիա վերցրեցին մեր քաղաքական ուժից, չցանկացան ոչ մի այսպես ասած բան ունենալ։ Բայց իրենք դա ստացան գործող իշխանություններից։ Այդ մոդելը այդպես է գործում, որ գործող իշխանությունն ասում են, եղբայր, այս բանը պիտի անես, եթե չէ, հեն այն ով որ կարահաղթի քեզ ու սա լինելու է այս մոդելն է այդ շանտաժի մոդելը գերտիրությունները աճ ու ձախ օգտագործում են ձեզ թող դա զարմանալի չթվա չէ զարմանալի հարցը չէ տրամաբանորեն մենք շարունակում ենք եթե կարելի է էպոխայի տեսակետից հիմա տեսեք ես գովազդային ընդմիջում եմ ուզում հայտարարի ներող եղեք ինձ հուշում եմ որ գովազդային ընդմիջման պահն է սիրելի հայրենակիցներ մնացեք մեզ հետ 3 վայրկյան հետո մենք վերադառնալու ենք տաղավար գովազդերում Եթե air conditioning-ի հետ կապված խնդիրներ ունեք, դիմեցեք միմիայն ASA Quality Air ընկերության։ Ընկերությունն առաջարկում է օտարակիչների եւ ջերուցման դեղադրում, վերանորոգում եւ այլ տեխնիկական սպասարկում։ Մենք նաեւ տրամադրում ենք այլ տեսակի որակական բարելավման լուծումներ, որոնք կբարձրացնեն ձեր տան կամ բիզնեսի օդի որակը։ Orange Shipping, նավով երկրորդ արկղը կես գին, օդանավով 1 փաունդը 4.99։ դրամական փոխանցումները 1.5%։ Ճանաչված փաստաբան Անդրե Ղարիբյանը առաջարկում է իր ծառայությունները ավտովթարի, բանկրապսիի, ջրից կամ հրդեհից վնասված բնակարանների եւ այլ խնդիրների դեպքում։ Հիշեք, ցանկացած անլուծելի խնդիր կհաղթահարվի փորձառու փաստաբանի միջոցով։ Անդրե Ղարիբյանի գրասենյակը գտնվում է Գլենդելում։ Զանգահարեք եւ այցելեք 818 660 24 23։ Ես փաստաբան Անդրե Ղարիբյանն եմ։ 818 660 24 23։ Սոնաֆե Adult Daycare, Թահանգա քաղաքի կենտրոնում։ Բարեկեցիկ կյանք ցանկացած տարիքում։ Սոնաֆե տարեցների ցերեկային խնամքի տուն։ Ընտրյալ անձնակազմ, անհատական վերաբերմունք, առողջ սնունդ, ապահով միջավայր։ Երջանիկ երկարակեցություն, Սոնաֆե տարեցների տուն, առողջապահական խնդիրների լիակատար բավարարում, բժշկի, բուժքույրերի եւ այլ մասնագետների միջոցով։ Վայելեք բարեկեցիկ կյանք ցանկացած տարիքում, շարունակեք զգալ կյանքի բերկրանքը ձեր հասակակիցների հետ միասին։ Այ կնիկ, իրիկունը խաչիկը, վաչիկը, հրաչիկն ու քաջիկն են գալիս մեր տուն։ Աչքս լույս, մի $1000 ծախսի տակ ընկանք։ Չէ, 300։ Պա, էդ ինչ եմ բերելու որ։ 12 տեսակի appetizer, հավի ու տավարի անուշահամ քեբաբ, հավի եւ խոզի ածուխի վրա պատրաստած խորոված ախորժելի սալմոն։ Ուխ, դեզանգիր։ 707 771 77 71 Vivaldi Catering ծառայություն։ Խնայիր եւ վայելիր։
1108 West Glenox փողոցի վրա Grandview փողոցի արևանությամբ գործում է Քարավան ընտանեկան ռեստորանը։ Իր գործունեության 25 տարիների ընթացքում նա արժանացել է հաճախորդների բարձր գնահատականին։ Քարավան ռեստորանի տնօրինությունը առաջարկում եւ հրավիրում է բոլորին վայելելու համով հոտով յուրատեսակ ուտեստներ։ Այստեղ կարող եք գտնել տան եւ օֆիսի կահույքի մեծ տեսականի։ Court Furniture-ը հիանալի պայմաններով կահույք գնելու ամենամեծ վաճառակենտրոնն է 2 հասցեներով։ Court Furniture-ը առաջարկում է financing։ Ունենք մատրասների մեծ տեսականի, եվրոպական Simba եւ ամերիկյան։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Անդրեաս Ղուկասյանի հետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ։ Այսպիսով, պարոն Ղուկասյան, մենք առաջին հատվածում զրուցեցինք այն մասին, որ ինչպես է Ռուսաստանը փորձում ներազդել յետխորհրդային շրջանի երկրների վրա, մասնավորապես մենք խոսում էինք Ադրբեջան եւ Հայաստան, եւ իմ հարցն էր այս հանձնումից հետո համենայն դեպս մամուլի մատուցմամբ Ռուսաստանը Ադրբեջանին Ալիևին հանձնել է իր դեմ մահափորձ կատարած անձանց եւ առաջարկել զուգահեռաբար առաջարկել իր ռուսաստանյան հարթակում վերջնական ստորագրումը խաղաղության պայմանագրի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, հիշեցնելով, որ եռակողմ պայմանագրեր ներողություն եռակողմ հայտարարություններ գոյություն ունեն, պարզապես մի դրվագ հիշեցնեմ, որ Ալյասկայում Պուտին եւ Թրամփ հանդիպումից առաջ բառացիորեն այդ օգոստոսի 8-ին Թրամփի ներկայությամբ Թրամփը կազմակերպեց այդ նախաստորագրումը, պետք է ստորագրում լիներ, բայց նախաստորագրումը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, եւ հիմա 2 ամիս հետո արդեն ազդարարվել է, որ Հունգարիայում են Թրամփը եւ Պուտինը հանդիպելու, եւ արդյոք կարծում եք, որ Պուտինը այս 2 ամսվա ընթացքում հաջողելու է Ռուսաստանը Ադրբեջանին եւ Հայաստանին բերել ստորագրման Ռուսաստանի տարածքում եւ այդ եռակողմ հայտարարությունները ի գործի դնել, եռակողմ հայտարարություններն էլ վերաբերում էին 9-րդ կետին հայտարարության համատեղ։ Օգոստոսի 8-ի հանդիպումից հաջորդ օրը հայտարարվեց, որ Ալյասկայում լինելու է հանդիպում։ Ես կարծում եմ, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին նախաստորագրումը պայմանագրի չէր կարա լիներ, եթե Ռուսաստանի Դաշնությունը դրան համաձայնություն չտար։ Պայմանավորվածություն կար, այսինքն։ Էությունը պայմանավորվածության այդ դեպքում հարց տանք ո՞րն է։ Ըստ էության այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը համաձայնվել է, որպեսզի Հայաստանի անվտանգության երաշխավորը այսուհետ լինի ԱՄՆ-ն։ Իթիվս բազմաթիվ այլ աշխարհքաղաքական հարցերի, որոնք որ սեղանին դրված են ռուս-ամերիկյան օրակարգում, կարևոր հարցը միջուկային զենքի կրճատումը, իսկ Ռուսաստանը կարճ ասած այսպես է փորձում ցակարգել։ Ճանաչել Ռուսաստանի ազդեցության կոտին միջուկային զենքի կրճատման դիմաց։ Բանաձևը ռուս-ամերիկյան այսպես բանակցությունների այդպիսին է։ Բազմաթիվ այսպես ասած տարբեր անգամ տարբեր հայտարարություններից դա է բխում։ Մենք կրճատենք միջուկային զենքը, բայց այդ ինչ է նշանակում չտարածվել դեպի ՆԱՏՕ-ի, այդ տարածումը դեպի արևելք եւ այլն։ Դա ճանաչել Ռուսաստանի ազդեցության գոտի։ Ես բացատրեցի այդ բանաձևը ինչից է գալի, ինչի կար։
Եվ այդ բանաձևի շրջանակում այո կարելի է ենթադրել, որ Ալյասկայի հանդիպման նախապայմանը ԱՄՆ-ի եղել է Հայաստանը հանձնել ԱՄՆ-ին, Հայաստանի անվտանգության երաշխավորի դերը փոխանցել ԱՄՆ-ին։ Եվ դրա համար նախաստորագրումից հետո որոշում կայացվեց, հայտարարվեց հաջորդ Ալյասկայում, այսինքն սա նախապայման էր Ալյասկայում հանդիպելու համար։ Ինչի նախաստորագրվեց եւ ոչ թե ստորագրվեց, որովհետեւ Ռուսաստանը այդ գործարքը բացեց, բայց չփակեց, հա, то есть գործարքը սկսվեց, բայց պիտի ավարտվի։ Երբ պիտի ավարտվի։ Երբ որ ռուս-ամերիկյան օրակարգի մյուս հարցերը նույնպես ամփոփվեն։ Այսինքն, երբ որ իրեն կան ընդհանուր հայտարարի հրադադարի վերաբերյալ Ուկրաինայում, միջուկային զենքի հարցում իրենք բան չունեն, տարաձայնություններ չունեն։ Ես դրա մասին ասել եմ, Ռուսաստանը այլ ընտրություն էլ չունի։ Ռուսաստանի միջուկային զենքի 1/3-ը հիմա պիտանի չի։ Հրթիռները, 1/3 հրթիռները անպիտան են, չեն կարող օգտագործվել, ժամկետը անց են, սպասարկվում էին Ուկրաինայի կողմից մինչև այս բոլոր պատերազմները եւ պիտի շարքից մարտական հերթապահությունից դուրս բերվեն։ ԱՄՆ-ն դա գիտի, իհարկե բոլորը դա հասկանում են եւ անխուսափելի է միջուկային զենքի կրճատումը։ Ռուսաստանը դրա դիմաց փորձում է ինչ որ բան ստանալ Ուկրաինայում եւ ինչ որ կերպ պահպանել իր ազդեցության գոտին։ Ումից Եվրոմիությունից, որովհետև 2002 թվականից ի վեր Եվրոմիությունը բացահայտ նշեց այն հանրապետությունները, հա, որի հետ ուզում է ապագայում ըստ էության ունենալ տեսնել իր կազմում։ Դա արևելյան համագործակցության ծրագիրն է, չէ՞, Բելարուս, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան։ Ռուսաստանին այս վերջի տարիների ամբողջ աշխարհաքաղաքական պայքարը այդ երկու ծրագրերի շուրջն է։ Խորհրդային միության 3 հանրապետություն արդեն Եվրոմիության կազմում են, եւս 6 հանրապետություն Եվրոմիությունը ամբիցիա ունի միավորելու։ Մնում է Ռուսաստանը եւ Միջին Ասիա ոնց որ Խորհրդային միության այդ դեպքում փլուզման եւ հա սոցիալիստական ճամբարի փլուզման արդյունքը, հա, երկարատև քաղաքական process-ին ինչ է կլինի, որ Խորհրդային միությունը փլուզվեց, իր սատելիտ սոցիալիստական եվրոպական պետությունները մտան Եվրոմիություն եւ հանրապետություններից 9 մտան Եվրոմիություն, 6-ը Ռուսաստանի Դաշնությունը եւ 5 Այո, հասկանալի։ Սա է լինելու ենթադրենք 50 տարի հետո վերջնական պատկերը Խորհրդային միության պլանավորած Եվրամիության կողմից պլանավորած։ Ոչ միայն պլանավորած է Գայանե, ինքը պլանավորած է, որովհետև օբյեկտիվ այդպես է։ Կա անկում ապրող մշակութային, հոգևոր, գիտական, գիտատեխնիկական կենտրոն եւ կա աճող։ Լավ, վերադառնանք եւ Ռուսաստանի պլանները։ Արանքում ընկած ժողովուրդները գնալու են դեպի աճող։ Այստեղ բան չկա, այս Եվրասիական միություն, բան կառույցները ստեղծված են, բայց տնտեսական բան ներուժ չունեն համեմատ այն ինչը որ կա Եվրոպայում։ Իհարկե այդտեղ քարոզչական հիմա պայքար է գնում վարկաբեկելու եւ այլն, բայց էությունը թվերի մեջ է, ինչքան է հնեան Եվրոմիության, ինչքան է հնեան Եվրասիական միության։ Այդտեղ եթե վիճակագրական համեմատություններ անել, ի վնաս Եվրասիական միության։ Այսինքն այս process-ի մեջ է պետք դիտարկել կատարվող բանը։ Հայ ադրբեջանական գործարքը կփակվի վերջում, երբ որ կգան ընդհանուր հայտարարի մնացած բոլոր բաներով։ Տամագավկիկը այդ հրթիռները լուրջ սպառնալիք էին Ռուսաստանին, այսօր Ռուսաստանը մի առավելություն ունի, ինքը օգտագործում է այդ FAB կառավարվող ռմբերը,
40-50 կիլոմետր հեռավորության շփման գծից ինքնաթիռները արձակում են դա առանց մտնելու հակաօդային պաշտպանության գոտի եւ խոցում են առաջնագծում ցանկացած օբյեկտ։ Շատ հզոր են եւ այլն մեծ վնասներ են պատճառում։ Դրա համար Ռուսաստանը դա անդախ կարողանում է շարժվել։ Տոմագավկը հնարավորություն է տալիս այդ բոլոր ինքնաթիռները ոչնչացնել իրենց բազաներում։ Զրկել Ռուսաստանին այդ միակ հնարավորությունից։ Դա այնպիսի արգումենտ էր, որը ստիպեց Վլադիմիր Պուտինին գնալ հանդիպման։ Ну երկրորդ այսպես ասած կարևոր գործոնը, որ Ռուսաստանը արդեն սպառեց իր բոլոր պաշարները ռազմական։ Մինչև պատերազմ ինքը ուներ պահեսներում տանկերի, հրետանու, զինամթերքի պաշարներ, այդ պաշարները այս տարվա վերջի դրությամբ կարելի է ասել ամբողջությամբ սպառված են։ Ռուսաստանը կանգնած է անհրաժեշտության առջև նոր սպառազինություններ արտադրել եւ բանակի համար եւ պահեսները լցնելու համար։ Դա իր համար այսօր պատերազմի պայմաններում անլուծելի ֆինանսական եւ մյուս ռեսուրսների տեսակետից խնդիր է, տեխնոլոգիական եւ մյուս, էլի, գտնվելով պատժամիջոցների տակ եւ այդ սահմանափակումներով եւ մյուս։ Այսինքն Պիսին է այսօր վիճակը, որ Ռուսաստանը թելադրող դիրքում չի, ինքը իր ժողովրդին իշխանությունը ներսում պահելու համար ունի ռեսուրս ցույց տալու։ Այսօր գրավեցինք այն գյուղը, այսօր ազատեցինք այն գյուղը։ Այսինքն դուք Միացյալ Նահանգների հետ բանակցությունների մեջ եք Ռուսաստանը պարտված է։ Եվ ես եթե գալի մի քանի րոպե է մնացել։ Բանին ասեմ, խնդիրը կայանում է նրանում, ինչպես Ռուսաստանի կապիտուլյացիան ներկայացնել որպես հաղթանակ, որպեսզի ռեժիմը չփլուզվի եւ վակուումի մեջ չլինի ինչ որ անկառավարելի բաներ։ Եվրոպան քայլեր է անում, հիմա правительство в изгнании ձևավորում է ռուսական դելեգացիան Պասեյում ըստ էության Խադարկովսկին եւ մյուսները այդ դերակատարությունն են ստանձնելու եւ մյուս մտածիկ բաները այդպես են երբ սпасել հայ-ադրբեջանական գործարքի ավարտին երբ որ ռուս-ամերիկյան փաթեթը ընդհանուր կգա ավարտի մինչ այդ դժվար թե իրենք դա ամփոփեն Եվ վերջին հարցը էլի ես չեմ կարծում որ դա կամփոփվի առաջիկա մինչ Հունգարիայի հանդիպումը այդ դեպքում նորից գանք այն հարցին որ այդ դեպքում Ռուսաստանի պլանները դուք նկարագրեցիք ինչպես է նա գործում Ադրբեջանում ինչպես է գործում Հայաստանում գալիք ընտրություններին ընդառաջ այս հարցը արդեն բոլորն են տալիս կարծեմ Deutsche Welle-ն էլ Արադ Միրզոյանին երեք հարցազրույցի մեջ այդ նույն հարցն էր Հայաստանում մտավախություն կա որ Ռուսաստանը կներազդի ընտրությունների ընթացքում եւ արդյունքների վրա Ну չի կարա այդպիսի մտավախություն չլինի դա անում է Ռուսաստանը աջուձախ Հայաստանում անում է իշխող ուժի միջոցով հենց Արարատ Միրզոյանը չի օմեգա ստորագրած գործիչը բան բաների հետ հատուկ ծառայությունների հետ այսինքն ինչ իմաստ ունի հարցնել նրան որը որ հենց դրանով էլ զբաղված է Deutsche Welle-ին այդ հարցը ես իմ մասով կարող եմ ասել որ իմ գործով վճիրը կարդալու են ապրիլ մայիս ամիսներին այդպես շարադրվեց արդյունքում այս Արդեն վճիր պետք է կարդան Դե հիմա պլանավորվող դատական նիստերից բխում է որ ավարտը լինելու է առաջացիանում գործի քննության ապրիլ մայիս ամիսներին ինձ համար դա այսպես ասած սիգնալ է շատ կոնկրետ այդ գործը այսքան երկար ձգվում էր անհասկանալի էր ուրա գնում ինչ է ռազմավարությունը բայց ռազմավարությունը պարզ է որ դա այսպես արգելք է ընտրություններում մասնակցելու ինձ համար առաջադրվելու որպես տեխնացուի բան որովհետև դա կնշանակի որ պարզապես Այսինքն մինչև ընդառաջ ռիսկ կա դուք չեք կարող մասնակցել եւ չեք կարող Ես կարող եմ մասնակցել բայց արդյունքում բանտում կհայտնվեմ որովհետեւ ոչ մեր դատարաններին հա կարելի է վստահել դուք վստահում եք ես չեմ վստահում Եվ եթե քաղաքական այս երկար process-ում այդ դատական գործը եկավ հասավ 1-2 ամիս քվեարկությունից առաջ պիտի վճիռը կայացվի
Համառորեն դատախազությունը նայում է ու չի տեսնում, որ այդ գործը շինսույա դա կարճելա պետք հենց հիմա Բայց պահում են մինչև պահում են, ընդ որում նախորդ դատախազը հրաժարվել էր այդ շինսու գործի ապացույցների 2/3-ից նոր դատախազը, որպեսզի այս նիստերի քանակը գնահասնի, նորից պնդում է այն ապացույցները, որից որ նախորդ դատախազը հրաժարվել էր, դա վկայում է նրա մասին, որ պլանավորված է իմ մասով վճիռ կարդալու իրավիճակությունը բերել ընտրություններից առաջ եւ այսպես ասած դա ճնշման գործիք է, որ կախված իմ որոշումներից իշխանությունները իրենց որոշումներ, եթե ես որոշեմ առաջադրվեմ, իրենք ռեսուրս ունեն ինձ կալանավորելու դատավճիռ կայացնելու, կալանքի տակ վերցնելու Այսինքն ձեզ զսպելու միջոց գտելու Այո, իմ մասով, մեր կուսակցության մասով այսպիսի ռիսկ մենք ունենք եւ դրա համար ես այս ընտրություններում այս պահի դրությամբ մինչեւ այդ քրեական գործը չկարճվի կարող եմ հանդես գալ որպես աջակից, բայց ոչ որպես առաջնորդ, որովհետև այդ լիրիկական տարբերակը, որ առաջնորդը բանտում է Հասկանալի, մի քանի րոպե մնացել, բայց անպայման այդ հարցը Հայաստանի մասին չի, էլի։ Այսօր մենք կտեսնենք, այսօր է բանը հանրահավաքը Տեսեք, իմ հարցս հետևյալն է։ Դուք մեր զրույցի առաջին հատվածում Եմ որ ասեցիք քար գցեցիք ոնց որ թե ընտրություններում ոչ իշխանական, ոչ այդ ձեր ասած ստարտափ ընդդիմության ճանապարհին, այն մարդկանց, ովքեր կապված չեն ոչ մեկի, ոչ մյուսի հետ, այլ այսպես երրորդ ուժ են ձևավորվում։ Նախ ձևավորվում է արդյոք երրորդ ուժ, որովհետև հավաքներ կան եւ ես տեսել եմ լուսանկարներում, որ ձեզ էլ են հրավիրում, դուք եք ներկա լինում այդ հավաք քննարկումներին եւ այսպես այդ երրորդ ուժը ձևավորվում է Հայաստանում, դուք տեսնում եք եւ եթե անգամ ձևավորվում է, դուք ասացիք, ոչ մի շանս չունի երրորդ ուժը դրա համար եմ ասում, արդյոք ոչ մի շանս չունի։ Դուք ասեք դե վերարտադրվում է, անընդհատ վերարտադրվում է։ Եթե Ռուսաստանից է կապելու իր ծրագիրը, շանս չունի։ Շանս չունի, եթե չի կապելու։ Սկզբի этаպում իրեն ասելու են գնա արա, վերջում էլ ասելու են, չգիտես։ Հանձնելու են։ Եվ հիմա տեսնենք այդ երկուսից բացի, այդ ինչպես ասում են նախկին ներկա, սև, սպիտակ եւ այլն, տեսնում եք արդեն ձևավորվում է ինչ որ ուժ։ Ես ուրիշ ձև եմ նայում ընտրություններին։ Համեցեք։ Նորից post-սովետական իրողության մեջ կա ընտրություններ, որոնք որ պիտի արձանագրեն այս կամ այն քաղաքական վիճակը։ Եթե կա Մոսկվայում որոշում, որ Փաշինյանը պիտի մնա, հետեւաբար ընտրությունները ինչի մասին պիտի լինեն։ Փաշինյանի մնալու մասին։ Եվ դրա համար պիտի Մոսկվան է որոշում։ Մոսկվան չի որոշում։ Դե դուք եք պատասխանում։ Դուք ասում եք Մոսկվան ես պարզապես ճշտեցի, ճշտող հարց տվեցի։ Իմ կարծիքով մենք այսքան ժամանակ խոսում ենք նրա մասին, որ թե Իլհամ Ալիևին, թե Նիկոլ Փաշինյանին փոխելու հարցում Մոսկվան մեծ ռեսուրսներ ունի, որտեղ երկրի ներսում շատ ցանկացողներ կան, որոնք համակրում են, ինչն է այնտեղ պակաս։ Ինչ որ չէ հասկանալի։ Այսինքն եթե մինչև հիմա չի դա լինում, ուրեմն Մոսկվային դա պետք չի։ Ինքը ուզում է որ այս իշխանությունը մնա։ Եվ ես այդ միտքը արտահայտեցի, որ ի տարբերություն մինչև 20 թվական իրավիճակի, երբ Կրեմլի համար որոշակի ստատուս կվո ստաբիլ քաղաքական կազմակերպում կար post-սովետական տարածքի, Հայաստան, Ադրբեջանը հիմա մտել են турբուլենտ դաշտ 20 թվականից հետո, եւ Կրեմլին հենց դա է ավելի շատ հարմար, որ Հայաստանի ղեկին լինի խոցելի ճոճվող, Ադրբեջանի ղեկին լինի խոցելի ճոճվող ղեկավար, որը որ միշտ ունի երկրի ներսում խնդիր, որ ինքը դավաճանա, կոռուպցիոներ է, էս այն ու միշտ կա իրեն հեռացնելու Բայց դա հաճույքի համար է անում Ռուսաստանը, թե ինչ ծրագիր ունի։ Դա կոնտրոլի հնարավորություն է, այդ գործիչները ուզեն թե չուզեն, իրենք հասկանում են, որ իրենց գոյությունը լիովին կախված է
Ռուսաստանի Դաշնությունից կամ իրենք պիտի այնքան անվտանգության համակարգերը զարգացնեն իրենց անենց շրջադարձ անեն դեպի արևմուտք ակնհայտ ներողություն ոնց որ դա արեց Մոլդովան կամ պիտի տենց կտրուկ քայլեր անեն ԱԱՑ-ն հանեն ուրիշ մարդկանցով համալրեն որը չի արվում նու չեն անում չեն տես այսինքն տենց ճանապարհ իրենց համար չեն տեսնում վախենում են տենց գնալ շարունակում են մնալ այդ Ռուսաստանի հետ կախյալ վիճակում անընդհատ իրենց մոտ ինչ որ խնդիրներ է ծնվում իրենց բանում որը որ հասնում է ինչ որ մի կետին բայց չի վերջնակետ չունի ինչի շնորհիվ չունի որ հա պիտի Ռուսաստանին ավել բաներ ինչ որ տան եւ հիմա Ռուսաստանը Ադրբեջանից եւ Հայաստանից ավելի շատ բան կարա ստանա քան մինչեւ 20 թիվը Եթե սովորական այդ ստատուս կվո ռեժիմով Կրեմլը կարար Հայաստանից, Ադրբեջանից ակնկալել այս հարցերը, հիմա այս ճոճվող վիճակում կրկնապատկվում է, եռապատկվում է, ինչ կարող է Կրեմլը ստանալ թե Ալիևից, թե ավելի շատ կախվածության մեջ են հայտնվել։ Ավելի դա խորը կախվածություն է, ուզում եմ ասեմ եւ այլն։ Եվ հիմա եթե Մոսկվայի տեսակետից Նիկոլը պետք է մնա, այսինքն իրենք աջակցելու են Նիկոլին։ Ընտրությունները կազմակերպելու են համապատասխան ձև։ Ընտրություններն էլ ինչպես են կազմակերպում։ Երբ որ կա որոշում, դրանից սկսեցինք, որ ընտրությունը Հայաստանում միջոցառում է, որը որ պետք է հաստատի արդեն ընդունած քաղաքական որոշումը։ Այդ դեպքում արդեն բաժանում են ով պիտի դերակատարը լինեն Պողոսը, Պետրոսը, դու այսքան ձայն ես բերելու, դու այսքան ձայն ես բերելու, դու այսքան ձայն ես բերելու։ Օլիգարխները այսքան ձայն են բերելու, պետական ապարատը այսքան ձայն է բերելու։ Հիմա գնում է ոնց որ թե այսպես ասած ծրագիր 1.200.000 մասնակցություն բաժանում են ով ինչքան մարդ պիտի բերի Գումար են տրամադրում, բան են անում։ Այսինքն դες երուզեր է արդեն, հա։ Երուզեր է, ոմանք պիտի հանդես գան ընդդիմադիր դրոշներով, ոմանք պիտի գան այդ ձեր ասած 3-րդ ուժ, 4-րդ ուժ, 5-րդ ուժ, 16-րդ ուժ։ Մեծ աշխատանք է հիմա գնում այդ առումով։ Իշխանափոխության հետ իմ տեսակետից դա կապ չունի, ես մասնակցեցի մի քանի այսպիսի հավաքներում, այնտեղ ասացի ինչ կարա բերի իշխանափոխության։ Հələ դեռ արձագանք չկա ոչ մի տեղից, այսինքն այդ ժողովներում մասնակիցներին ռեալ իշխանափոխությունը չի հետաքրքրում, իրենք ներգրաված են այդ նախընտրական արդեն գծած ճարտարապետության տրամաբանության մեջ աշխատանքով, էլի։ Հասկանալով կամ ոչ հասկանալով, բայց ուզում եմ ասեմ, տրված նիշայի մեջ, էլի, նիշա է։ Գնա կուսակցություն ստեղծի, գնա մասնակցի ով է քեզ խանգարում։ Շնորհակալ եմ պարոն Ղուկասյան, շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Անդրեաս Ղուկասյանն էր մեր զրուցակիցը Հայ կառուցողական կուսակցության նախագահ զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը, բարին ընձեզ։